Ողջույն։ Այսօր Փակ TV-ի եթերում վերհուշի նախագծում ցուցադրելու ենք Անծանոթ Հայաստան ֆիլմաշարի հաջորդ «Կյանքը գլխիվայր» ֆիլմը, որը պատմում է թռչող կաթնասունների, չղջիկների մասին անհավանական փաստեր։ Նշենք, որ Փակ TV-ի մշակութային հաղորդումները հովանավորվում են հայտնի իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը։ Լևոն Բաղդասարյանի աջակցությամբ Փակ TV-ն կարողանում է վերհանել մշակութային, սոցիալական հարցերը ու ներկայացնել այն լայն հասարակությանը։ Մենք հավատացած ենք, որ այսօր այն առավել քան անհրաժեշտ է։ Հայաստանում ապրում է մոտ 30 տեսակ թռչող մուկ։ Դրանցից որոշները հայտնի են լայնորեն, որոշներն էլ քիչ ուսումնասիրված են։ Թռչող մկները Հայաստանում հիմնականում բնակվում են այնպիսի միջավայրերում, որոնք կբավարարեն նրանց կենսական պահանջները։ Տվյալների թերի լինելը բարդացնում է չղջիկներին պահպանելու գործընթացը։ Հայաստանում ապրող թռչող մկների վիճակը այսօր բավականին խոցելի է։ Բազմաթիվ տեսակներ գտնվում են ռիսկային կամ չպաշտպանված վիճակում, հատկապես քաղաքների, գյուղատնտեսական տարածքների մոտակայքում, ինչպես նաև քարայրերում ապրող տեսակները։ Չղջիկները Հայաստանում ունեն կարևոր էկոլոգիական դեր, սակայն նրանց վիճակը իսկապես խոցելի է։ Շատ տեսակներ դեռ գենետիկորեն լիարժեք չեն ուսումնասիրվել, այնուամենայնիվ Հայաստանում առկա են որոշ պահպանողական նախագծեր։ Նշենք, Արարատյան հովտում չնայած մարդկային մեծ ներգործության, գյուղատնտեսության, այգեգործության եւ ոռոգման համակարգերի զարգացման թռչող մկների 23 տեսակ կա։ Սևանի ավազանում նույնպես կարող են վտանգվել թռչող մկները, եթե այն շարունակվի դիտարկվել որպես առանձին տեսակ։ Իսկ այժմ առաջարկում ենք դիտել Անծանոթ Հայաստան ֆիլմաշարի «Կյանքը գլխիվայր» ֆիլմը։ Նրան համարում են գիշերային մղձավանջների խորհրդանիշ ու վհուկների անբաժանելի ուղեկցորդ, հանդերձյալ աշխարհի մունետիկ ու իրենց դատաստանին սպասող մեռյալների հոգիներ։ Դարեր շարունակ մարդը նրանց հետ էր կապում ամեն սարսափելի բան, ու թեև երկրագնդի վրա ապրում են անհիշելի ժամանակներից, ոչ վաղ անցյալում նրա ռեգալիաներին ավելացավ ևս մեկը, այն, որ ծառայում է Կոմս Դրակուլային։ Հունական դիցաբանությունը վկայում է, որ շատ վաղուց քաոսը ստեղծեց երկիրը, իսկ ահա լույսը ու գիշերը Նիկտան։ Նիկտայի դուստրերին անվանեցին գիշերադուստրեր։ Քաոսը հավանաբար նրանց շատ էր սիրում, որովհետև օժտեց այնպիսի զարմանալի հատկություններով, որ չուներ ոչ ոք։ Որոնք էին այդ հատկությունները, փորձենք պարզել։ Սակայն հենց այդ շնորհների պատճառով մարդիկ չկարողացան բացատրել նրա վարքը և վերագրեցին նրան գրեթե ամեն չար բան։ Իսկ նրանք չղջիկներն են։ Այս ամենին բնավ անտեղյակ, նրանք շարունակում են իրենց հազարամյա ռեժիմը, ողջ օրը թաքնվելով քարանձավներում, լքված շինություններում ու հայտնվում են միայն այն ժամանակ, երբ արևը մայր է մտնում և երկրի վրա թագավորում է գիշերը, Նիկտան, նրանց մայրը։ Հենց այս թաքնված կենսակերպի պատճառով էլ մարդիկ չղջիկներին սկսեցին վերաբերվել մեղմ ասած զգուշությամբ, իսկ ավելի հաճախ վախենալով։ Չղջիկները բորբոքում էին բանաստեղծների ու վիպասանների, նկարիչների, կոմպոզիտորների ու ռեժիսորների երևակայությունը։ Նրանցից յուրաքանչյուրը իր ցանկությամբ ու ճաշակով աներևակայելի շնորհներ էր պարգևում չղջիկներին։ Նրա այս կամ այն վարկագծի մասին տալիս էր իր մեկնաբանությունները և ավելի բորբոքում վախերը։ Օրինակ, եվրոպացիները համարում էին, որ եթե չղջիկը տուն մտներ, ապա տան տիրոջ գլխին կթափվեն դժբախտություններ, իսկ եթե չղջիկը որևէ մեկի գլխավերևում հայտնվի, նա կգտնի իր մահը։ Այս ամենը քիչ էր, չգիտես որտեղից էլ հայտնվում է հավատամք, որ չղջիկները թռչելուց կպչում են մարդկանց դեմքերին, կամ էլ կարճում կանանց երկար մազերից, կամ էլ վամպիր են ու սնվում են ուրիշների արյունով։ Մարդկանց երևակայությունը պակաս չէր բորբոքում նաև նրանց գլխիվայր կախված քնելու անհասկանալի սովորությունը։ Ասացեք, շատ կենդանատեսակներ եք ճանաչում, որոնք դրան ընդունակ են։ Հազիվ թե այդպիսի ևս մեկին հիշենք։ Դե էլ ինչ ենք զարմանում, որ այս փոքրիկ արարածները դարձել են մարդու միստիկական վախերի պատճառը։ Մեր օրերին հասել են անգամ պատմություններ այն մասին, թե իբր չղջիկները կախված են մնում իրենց զոհի գլխին, մինչև նրանք քնում են, իսկ ապա ժանիկները մխրճում են նրա պարանոցի երակների մեջ
ու սկսում խմել արյունը։ Ըստ որում զոհը բնավ ցավ չի զգում, որովհետև նրա թքի մեջ կան հատուկ նյութեր, որոնք անզգայացնում են զոհին։ Իրականում վամպիրի պիտակը չղջիկներին կպել է ընդամենը գիշերային կենսակերպ վարելու պատճառով։ Սակայն հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ կան չղջիկների տեսակներ, որոնք, այո, սնվում են արյունով, բայց միայն կենդանիների։ Հանգստացնեմ ձեզ, նրանք ապրում են Հարավային Ամերիկայում։ Ընդամենը 3 տեսակ են, որոնցից Հայաստանում ընդհանրապես չկա։ Մարդիկ չար ուժերից վախենալով կիրառում էին խեղճ չղջիկներին այդ ուժերից պահպանող զանազան արարողություններում։ Օրինակ, Եվրոպայում վհուկները նրանց կարող էին կենդանի գցել եփվող ինչ-որ կասկածելի խառնուրդների մեջ կամ կենդանի նրանց գամել ձիանոցի մուտքի վերևը ձիերին չար ուժերից պահպանելու համար։ Չար աչքից իրենց պաշտպանելու համար գրեթե աշխարհով մեկ մարդիկ նրա մարմնի առանձին մասեր կարում էին հագուստի մեջ։ Խաղամոլները չորացնում էին այս խեղճ գազանիկի սիրտը եւ խաղի ժամանակ պահում էին ձեռքի մեջ, հավատալով, թե այն հաջողություն է բերում։ Հանցագործները ու հետախույզները նրա աչքը դնում էին գրպանում, հավատալով, թե դա իրենց անտեսանելի է դարձնում։ Իսկ այս հավատամքը գալիս էր այն ենթադրությունից, թե չղջիկները կույր են։ Նաև հավատամք կար, թե նա, ով իր հետ չղջիկի մարմնի որևէ մաս է կրում, անշուշտ հաջողության կհասնի։ Այս հավատամքը գալիս էր նրանից, որ չղջիկները կարողանում էին նստել ուղղահայաց մակերեսի վրա, այլ կերպ ասած, կպչել նրանից։ Եվ ուրեմն, եթե մարդը նրա մարմնի որևէ մաս ունի իր պայուսակում կամ գրպանում, անպայման նրան եւս մի լավ բան կկպչի։ Ավստրալիայում գոյություն ունի լեգենդ այն մասին, որ նախապատմական ժամանակներում մահը փակված է եղել քարանձավում, իսկ նրա մուտքը գիշեր-ցերեկ հսկում էր չղջիկը, ինչպես միշտ գլխիվայր կախված վիճակում։ Մի օր նրան այդ վիճակում տեսնում է մի կին եւ առաջ գալիս այդ տարօրինակ կենդանուն մոտիկից զննելու համար։ Չղջիկը արթնանում եւ փախչում է, իսկ մահը այդ օրվանից սկսում է թափառել երկրագնդի վրա։ Ոչ այն է թրջուն, ոչ այն է կենդանի, ոչ այն է մուկ։ Ով է նա։ Ասում են, թե մի անգամ թրջունների ու կենդանիների միջև ճակատամարտ է սկսվել։ Չղջիկը չի ցանկացել մասնակցել այդ ճակատամարտին, չէ որ դրա համար նա նախ պիտի որոշեր ում կողմից կռվել։ Սակայն հավանաբար նա ինքն էլ չի իմացել թրջուն է ինքը, թե կենդանի։ Եվ ահա, երբ նրան բռնել են կենդանիները ու ասել կռվիր թրջունների դեմ, նա պատասխանել է. ես կենդանի չեմ, որ թրջունների դեմ կռվեմ։ Եվ հակառակը, երբ թրջուններն են նախատել նրան, ասել է. ես թրջուն չեմ, որ կռվեմ կենդանիների դեմ։ Հենց այդպես էլ նա կարողացել է խուսափել ընտրություն կատարելուց, լինել այս կամ այն բանակում։ Ով այս առակը ինչպես կմեկնաբանի, միայն իրեն է հայտնի, բայց ստացվեց, որ չղջիկները նաև հիանալի դիվանագետ են։ Սակայն եթե անգամ դիվանագետ են, հենց սա է եղել պատճառը, որ նրանք ստիպված են եղել անցնելու գիշերային կենսակերպի, որպեսզի չհանդիպեն ոչ թրջուններին, ոչ էլ կենդանիներին։ Եվ այն պահից, երբ նա սկսեց հայտնվել միայն գիշերները, մկները նրան տեսնելիս ասում են. տեսեք, հրեշտակ է թրջում։ Բոլոր ժողովուրդների մեջ կարծես թե չինացիները միակն են, որ նրան լավ են վերաբերվում, եւ դրա պատճառը շատ հետաքրքիր է։ Չինարեն լեզվում երջանկություն բառը նշանակում է ֆու, եւ չղջիկն է նշանակում ֆու։ Ճիշտ է, երկու բառերը գրվում են միանգամայն տարբեր հիերոգլիֆներով։ Հենց այդ պատճառով էլ Չինաստանում չղջիկը նույնացվում է երջանկության հետ։ Այլ կերպ ասած, նա այստեղ երջանկության խորհրդանշանն է հանդիսանում։ Բայց ի տարբերություն սնահավատ եվրոպացիների, չինացիները նրան չեն խաչում դռների գլխին կամ մառաններում, չեն այրում կամ ողջ ուղարկում նրան կաթսայի եռացող ջուրը։ Չղջիկի ցանկացած խորհրդանշանը նրանց բավարարում է, լինի արձանիկ, նկար թե հիերոգլիֆ։ Հիշում եք ասացինք, որ չղջիկներին ստեղծելիս քաոսը նրանց զարմանալի հատկությունները օժտել, որոնցով չի օժտել ոչ մի այլ կենդանու։ Հիմա այդ հատկությունների մասին փորձենք այնուամենայնիվ հասկանալ, ինչու նրանք համարվեցին կոմս Դրակուլայի ծառայողներ։ Որքան էլ զարմանալի թվա, պետք է ասենք, որ այս կենդանին մկան հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Ռուսերենում նրա անվանումը լիտուչիա միշ գալիս է ոչ թե այն բանից, որ նրանք մկների տեսակ են, այլ սոսկ նրանց արտաքին նմանությունից։
Անգլերենում որոշակի նմանություն կա ռատ, առնետ եւ բադ չղջիկ բառերի միջև։ Ֆրանսիացիները, չգիտես ինչու, նրան անվանում են շով սուղի, ջաղատ մոկ, իսկ ահա հայերը կոչել են նրան մկան հետ որևէ առնչություն չունեցող անունով՝ չղջիկ։ Այս զարմանալի արարածների 1000-ից ավելի տեսակ է հայտնի աշխարհին եւ բաժանվում են այս 1000-ը երկու ենթակարգի՝ խոշոր եւ մանր, մակրո եւ միկրո տեսակներ։ Հայաստանում ապրում են նրանցից 30-ը։ Բոլորը պատկանում են միկրոտեսակին։ Չղջիկները կաթնասուններ են։ Գիտությանը հայտնի են բազմաթիվ կաթնասունների տեսակներ։ Որպես բնակության միջավայր գրեթե բոլորը գերադասել են ցամաքը, քչերը հարմարվել են ջրին, իսկ ահա չղջիկները միակն են, որոնք գերադասել են թռչել։ Գուցե հենց այս հատկությունն է դուր եկել Դրակուլային։ Չղջիկների ակտիվությունը սկսվում է գարնանը։ Երբ գիշերային ջերմաստիճանը հասնում է նվազագույնը 6-ից 7-ի, նրանք դուրս են գալիս քարանձավներից, ուր անցկացրել էին իրենց ձմեռային քունը, եւ սկսում են իրենց հերթական նոր տարին, կամ, որ ավելի ճիշտ է, կենսաբանական նոր տարին։ Փորձենք հասկանալ, ինչպես է անցկացնում չղջիկը իր օրը եւ տարին։ Մենք գտնվում ենք Եղեգնաձորի շրջանում, ուր բազմաթիվ քարանձավներ կան։ Քարանձավները առհասարակ չղջիկների սիրած կացարաններն են։ Այստեղ ամառ թե ձմեռ գրեթե նույն ջերմաստիճանն է, եւ չղջիկները այստեղ իրենց առավելագույնս պաշտպանված են զգում։ Սովորաբար չղջիկները պահանջկոտ չեն պայմանների նկատմամբ։ Բավական է խոնավություն եւ ստաբիլ ոչ բարձր ջերմաստիճան, եւ նրանք իրենց արդեն երջանիկ են զգում։ Մայրամուտին մի քանի չղջիկ դուրս են գալի քարանձավից, հետազոտելով ընդհանուր տարածքը, եւ երբ որ նրանք համոզվում են, որ այդ տարածքում իրանց ոչ մի ինչ-որ վտանգ չի սպասում, նրանք վերադառնում են, բերելով այդ ինֆորմացիան մնացած իրանց խմբի անդամներին, իսկ այն ինչ-որ այդ ինֆորմացիան դա վստահելի ինֆորմացիա է, ոչ մեկ այդ իրանց գաղութում, քանի որ նրանք ապրում են մեծ գաղութներով, չի կասկածում եւ բոլոր չղջիկները միասին միաժամանակ փոկվում են ուրեմն քարանձավի առաստաղից եւ դուրս են թռնում քարանձավից դուրս որս անելու համար։ Որսում են նրանք հիմնականում որսը իրանց սկսվում է ժամը 9-ից 9:30 իրիկվա կոմերին եւ շարունակվում է մինչեւ գիշերվա 2:30 Դա ակտիվ ամենակարևոր մասն է որսի։ Դրանից հետո գնում է մի քանի ժամ դադար, երբ որ նրանք հանգստանում են, եւ երկրորդ փուլը սկսվում է այն ժամանակ, երբ որ արդեն պատրաստվում է լուսաբացը, մոտավորապես մի կամ 2 ժամ տևողությամբ։ Հայաստանում հանդիպող բոլոր 30 տեսակի չղջիկները, ինչպես ասացինք, միկրոչղջիկներ են։ Ամենափոքրերը կշռում են 6-ից 7 գրամ, ամենախոշորները առավելագույնը 40 գրամ։ Սնվում են նրանք միջատներով, մոծակներով, ցեցերով եւ այլ վնասատու արարածներով։ Սակայն ինչն է հետաքրքիր, այս փոքրիկ արարածների կերածը կազմում է իրենց քաշի ուղիղ կրկնակին։ Միայն պատկերացրեք, թե որքան օգտակար են նրանք գյուղատնտեսության մեջ։ Եթե յուրաքանչյուր չղջիկ մեկ գիշերվա մեջ կարող է ոչնչացնել միջատների մի մեծ բուրգ, իսկ եթե հաշվի առնենք, որ մեծ գաղութներում կարող են 2000 եւ ավելի չղջիկներ լինել, ապա պարզ կդառնա, որ ամեն գիշեր նրանք ոչնչացնում են միջինը 80 կիլոգրամ միջատ։ Օգտակար է նաեւ նրանց ծերտը՝ գուանոն, որը օգտագործվում է որպես պարարտանյութ։ Գուանոյի օգտակարության մասին առաջին անգամ խոսվում է Պեդրո Սիեսա դե Լեոնի Պերուի ժամանակագրություն գրքում 1553 թվականին, որտեղ բառացիորեն ասվում է, որ եթե չլինեին չղջիկները, նրանք եգիպտացորի բերք ուղղակի չէին ունենա։ Կարծում եմ, սա բավական է չղջիկների օգտակարությունը հասկանալու համար, եւ պատկերացնում եք ոչ մի վնասակար բան, ոչ կոմս Դրակուլայի հրամաններ, ոչ սև ուժերի ազդեցություն, ոչ էլ վամպիրներ։ Հաստացի ամեն տեղ, ուր ջրավազաններ կան, կարող են լինել նաև չղջիկներ։ Լինի դա արհեստական ջրամբար կամ բնական, քաղաք թե գյուղ։ Եվ դա հասկանալի է, որովհետև միջատները, որոնցով սնվում են չղջիկները, նույնպես գտնում են իրենց կերը ջրավազանների մոտակայքում։ Սովորաբար չղջիկները որսում են իրենց զոհին հենց օդում, եւ հենց օդում էլ
ուտում են։ Հարկ է նշել, որ չղջիկները հիմնականում սնվում են տարբեր գիշերային միջատներով, օրինակ մոծակներով, բայց պատահում է, երբ իրան հաջողվում է բռնել մի ինչ-որ խոշոր որս, կլինի դա մեծ թիթեռ կամ մեծ բզեզ, որին կենդանին անմիջապես օդի մեջ չի կարող ուտի։ Այն ժամանակ ինքը իրան տանում է ինչ-որ մի հանգիստ տեղ, որտեղ կախվում է առաստաղից եւ հանգիստ իրան ուտում է։ Պետք է նշել, որ քանի որ այդ կենդանիների մոտ մետաբոլիզմը կամ նյութափոխանակությունը շատ արագ է ընթանում, այդ կենդանիներին անհրաժեշտ է իրանց քաշից կրկնակի քաշով սնունդ հայթայթել մի գիշերվա ընթացքում։ Գիշերվա ժամը 2-ի կողմերը բոլոր չղջիկները արդեն կուշտ են։ Նրանք քարանձավ են վերադառնում մի քանի ժամ իրար հետ շփվելու, իրենց կարգի բերելու համար։ Առհասարակ չղջիկները շատ մաքուր գազանիկներ են, նրանք կարող են ժամերով մաքրել իրենց եւ իրենց ընկերների մորթը։ Իդեպ, այս շփումները պատահական չեն լինում, յուրաքանչյուրը ունի իր ընկերախումբը, որի հետ էլ գերադասում է անցկացնել հետկեսգիշերային սիեստան ու իրականացնել այս սպա պրոցեդուրաներ։ Եվ իդեպ շարքերի մեջ էլ նրանք պատահական տեղ չեն զբաղեցնում, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ իրենց ընկերների հետ։ Այլ կերպ ասած, այս շարքերը կազմված են ոչ թե անհատ չղջիկներից, այլ նրանց ընկերախմբերից։ Եվ այսպես խոր գիշերը չղջիկները հաղորդակցվեցին եւ մի լավ մաքրեցին իրենց եւ իրենց ցեղակիցներին։ Սակայն նրանց օրը դեռ չի ավարտվել։ Լուսաբացին մոտ նրանք նորից դուրս են գալիս թռիչքի, վերադառնում են դեռ չլուսացած եւ նորից ուղղահայաց կախվում քարանձավների կամարների տակ։ Հայաստանում հանդիպող չղջիկները կարող են ապրել ընդհուպ մինչև 24-25 տարի, եթե մինչև այդ մի այլ կենդանու որսի բաժին չդառնան։ Թեև պետք է նկատել, որ նրանց կյանքին սպառնացող վտանգ գրեթե չկա, նրանք վատ չեն պաշտպանված, կարելի է նույնիսկ ասել լավագույններից մեկն են պաշտպանվածության առումով։ Միայն իրենց գիշերային կենսաձևը արդեն բավական է, որպեսզի անհամեմատ անվտանգ լինեն, բայց թշնամիներ այնուամենայնիվ ունեն։ Առաջին հերթին դրանք գիշերային կյանք վարող թռչուններն են եւ օձերը, որոնք կարող են քարանձավներ մտնել։ Ապրիլից մինչև հոկտեմբեր ամիսները չղջիկների մոտ ակտիվ շրջանն է։ Այդ ժամանակ նրանք ակտիվ որս են կատարում ամեն գիշեր եւ կուտակում են ճարպ, որը կուտակվում է մաշկի տակ։ Այդ ճարպը իրանց անհրաժեշտ է դրա համար, որ ձմեռվա քանի ժամանակ, երբ որ նրանք ուրեմն առանձնանում են քարանձավներում, նրանք կարանան այդ ճարպի էներգիայով անցկացնեն այն մի քանի ամիսը, երբ որ նրանք մտած են քնի մեջ։ Երբ որ արդեն աշնանը, օրվա երկարությունը եւ ջերմաստիճանի տաքությունը սկսում է նվազել, կենդանիները արդեն սկսում են զգալ, որ մոտենում է ժամանակը մտնելու քնի մեջ եւ որոշ ժամանակ նրանք ընդհանրապես դադարեցնում են իրանց սնունդը։ Դա կատարվում է նրա համար, որ իրանց աղիքաստամոքսային տրակտը ընդհանրապես դադարվի որևէ օրգանիկ նյութերից, դրանց մնացորդները քնի ժամանակ կարան առաջացնեն որոշ բորբոքում եւ կենդանու համար խնդրեմ առաջացնեն քնի ժամանակ։ Կարող է պատահել, որ քարանձավում մի քարակտոր պոկվի եւ նոր ճեղք բացվի, ինչը կառաջացնի սառը հոսանքներ։ Այդ դեպքերում չղջիկները արթնանում եւ վերադասավորվում են, որպեսզի չմրսեն։ Նրանք կարող են մի քիչ ջուր խմել ու նորից քնել։ Նրանք կարող են բավարարվել նույնիսկ քարանձավի խոնավ պատը լիզելով։ Եվ այսպես, դրսում օդի ջերմաստիճանը արդեն 7-ից ցածր է։ Չղջիկները արդեն ձմեռային քուն են մտել։ Դա նշանակում է, որ նրանց աղեստամոքսային տրակտը ամբողջությամբ դատարկ է, իսկ ահա էգերի սեռական ուղիները լիքն են արուի սերմնահեղուկով։ Ձմռան նախապատրաստվելիս չղջիկները պատրաստում են նաև մայրանալուն։ Հոկտեմբեր ամսին արուները սերմնավորում են էգերին։ Սերմնահեղուկը ողջ ձմեռ մնում է էգերի սեռական ուղիներում։ Գարնանը, երբ նրանք արթնանում են ձմեռային քնից, սեռական ուղիներում մնացած այդ սերմի հաշվին տեղի ունեն բեղնավորումը։ Էգերը հղիանում են։ Հղիությունը տևում է մոտ 2 ամիս։ Էգերը նախընտրում են առանձին մնալ արուներից։ Նրանք ստեղծում են մայրական գաղութներ, որտեղ ծնվում են ձագերը։ Եվ այդ ընթացքում նրանք սովորեցնում են ձագերին որս կատարել եւ թռչել։ Պետք է ասել,
որ չղջիկների մոտ, ինչպես եւ բոլոր կաթնասունների, մայրական բնազդը լավ է զարգացած։ Մայրը իր նորածին ձագուկին կերակրում է 2 ամիս եւ հետեւում նրա անվտանգությանը։ Դա բավականին մեծ շրջան է, եթե հաշվի առնենք, որ ձագուկները 3-ից 4 ամսական հասակում արդեն կարողանում են ինքնուրույն թռչել եւ որսանել։ Չղջիկները ապրում են մոտ 25 տարի, որից 24-ը սեռապես ակտիվ են լինում, իսկ ձագադրում են ամեն տարի եւ ունենում են 1-2 պտուղ։ Մինչ օրս գիտությանը հայտնի չէ, թե ինչու են չղջիկները սիրում գլխիվայր կախվել։ Եթե հաշվի առնենք, որ ձմեռային քնի ժամանակ նրանք գլխիվայր կախված են մնում 6 ամիս, իսկ քնից դուրս գալուց հետո օրվա 2/3 մասը, ապա կարելի է հաշվել, որ տարվա մեջ նրանք 9-ից 10 ամիս մնում են գլխիվայր կախված վիճակում։ Իսկ ինչն է պատճառը, որ նրանք այս դիրքում երբեք չեն հոգնում։ Երբևէ մտածել եք, թե ինչու ճյուղին քնած թռչյունը ծառից երբեք չի ընկնում։ Փորձենք հասկանալ դա։ Պարզվում է, որ նրան սրունքի հատվածում գոյություն ունի հատուկ մկան, որը, երբ թռչյունը նստում է ճյուղին, անմիջապես սեղմվում է իր իսկ ծանրության ազդեցությամբ։ Հենց որ այս մկանը լարվում է, թռչնի ճանկերը պինդ կպչում են ճյուղից։ Թռչյունը քնում է ողջ գիշեր մարմնով հենված իր իսկ ոտքերին, իսկ առավոտյան, երբ նրան անհրաժեշտ է լինում թռչել, նախ եւ առաջ մարմինը վեր է բարձրացնում, որպեսզի սրընքային այդ մկանը թուլանա եւ ճանկերը փոխվեն ճյուղից։ Պատկերացրեք, ինչ կլիներ մեզ հետ, եթե մենք երեկոյան այսպես նստեինք եւ մեկ էլ բարձրանայինք առավոտյան։ Հավանաբար մենք այլևս չէինք կարողանա բարձրանալ։ Իսկ ինչպես են թռչյունները դիմանում այդ լարվածությանը։ Ողջ խնդիրն այն է, որ թռչյունների այդ մկանը ավտոնոմ մկան է, նախատեսված միայն կառչելու համար, եւ նրա լարվածությունը հոգնածություն չի առաջացնում։ Ինչպես թռչյունների, այնպես էլ չղջիկների մոտ սրընքային մկանը կարևոր նշանակություն ունի իրենց կեսակերպում։ Չղջիկները կարողանում են կախվել ամենափոքր անհարթություններից։ Նրանց օգնում է ոչ միայն նրանց փոքր հոդերն ու մատրոսկրերը, այլ նաև այդ սրընքային մկանը։ Երբ որ նրանք կախվում են այդ փոքր անհարթություններից, նրանց ամբողջ մարմնի ծանրությունը ընկնում է դեպի ներքև, եւ մկանը լարվում է, եւ նրանք ակցանի նման կառչում են այդ փոքր անհարթություններից։ Իսկ երբ որ ուզում են դուրս գալ այդ վիճակից, նրանք հրվում են դեպի ոտքերը, այսինքն եթե մենք նայենք կանգնած մարդու դիտանկյունից, ապա դեպի վերև, եւ մկանը թուլանում է, կարողանում է նա ազատել իր ճանկերը եւ թռչել։ Չղջիկները թռիչքի անգերազանցելի վարպետներ են, իդեպ ձայնի նույնպես։ Եվ ձայնը, եւ թռիչքը սերտորեն կապված են չղջիկի կյանքում։ Ավելին, առանց ձայնի չղջիկը չի կարող թռչել։ Եկեք հասկանանք, ինչպես են նրանք թռչում։ Այդքան դիպուկ որսում իրենց զոհին, հենց թռիչքի պահին, երբ չունեն արծվի տեսողությունը, եւ առհասարակ, ինչ կապ ունեն իրար հետ ձայնը եւ թռիչքը։ Դեռ շատ հնուց մարդիկ համարում էին, որ չղջիկները ինչ-որ 6-րդ զգայարան ունեն, որն էլ հենց օգնում է նրանց թռիչքի մեջ եւ որս անելիս։ Փորձենք պարզել, թե ինչ 6-րդ զգայարանի մասին է խոսքը, եւ արդյոք իսկապես ունեն չղջիկները ավել զգայարան։ Հիշում եք, մենք ասացինք, որ քաոսը չղջիկներին օժտել է զարմանալի հատկություններով, որոնցով շատ քչերին է օժտել։ Ահա եւս մեկը։ Պարզվում է, որ չղջիկները որսին հայտնաբերելու համար օգտագործում են բարձր հաճախականությամբ ձայներ, ուլտրաձայներ, որոնք մարդը ընդհանրապես չի լսում։ Համեմատության համար ասենք, որ տղամարդու բաս ձայնի հաճախականությունը մոտ 80 Հց է, իսկ ասենք հանրահայտ սոպրանո ումա սումակի ձայնի հաճախականությունը 1400 Հց։ Մեր ականջները 20000 Հց-ից ավելի ընկալել ընդունակ չեն։ Պատկերացնում եք, թե ինչ կկատարվեր մեզ հետ, եթե ընդունակ լինեինք լսելու բարձր հաճախականությամբ ձայներ։ Մենք ուղղակի կարող էինք խելագարվել։ Պարզվում է չղջիկները ունեն էխալակատռներ։ Նրանք ուլտրաձայն են արձակում, որը հանդիպելով որսին ետ է անդրադառնում դեպի ձայնի աղբյուր, այսինքն չղջիկին։ Չղջիկը այդ անդրադարձած ձայնը անմիջապես որսում է իր էխալակատռով, որը նրան թույլ է տալիս հասկանալ, թե տարածության մեջ որտեղ է գտնվում զոհը։ Այդ ամենը կատարվում է աներևակայելի արագությամբ։ Պետք է ասել, որ էխոլոկացիան չղջիկները կիրառում են նաև այլ առարկաները ճանաչելու համար։ Միայն պատկերացրեք, նրանք քաոտիկ թռչում են, ոչինչ չեն տեսնում, բայց նաև ոչ մի բանի չեն դիպչում։ Նրանք հիանալի կողմնորոշվում են նույն էխոլոկացիայի շնորհիվ։
Նրանք հիանալի տարբերում են իրենց առջև որս է, որին կարող են ուտել, թե այլ կենդանի արարած, որին անհրաժեշտ է շրջանցել, կամ այլ առարկա ու խոչընդոտ։ Այն, որ չղջիկները կարողանում են տարածության մեջ կողմնորոշվել իրենց արխալակացիոն հատկությունների շնորհիվ, առաջին անգամ հայտնաբերել է իտալացի գիտնական Լացարո Սպալանցանին։ Նա հանգել է այդ եզրակացությանը բազմաթիվ փորձերի շնորհիվ։ Մինչ նրան կարծիք կար, որ չղջիկները կարողանում են թռչել նրանց թևերի ծայրերին գտնվող հատուկ նյարդային վերջավորությունների շնորհիվ։ Սպալանցանին հեռացրեց այդ նյարդային վերջավորությունները, սակայն չղջիկները կարողանում էին թռչել։ Այնուհետև նա սենյակում թելեր անցկացրեց, սենյակը վերածելով լաբիրինթոսի։ Իսկ հետո չղջիկների աչքերը փակելով մոմաշերտով նա բաց թողեց այդ սենյակում չղջիկներին։ Սակայն այդ փոքրիկ գազանիկները տեսնում էին այդ թելերը եւ կարողանում էին թռչել առանց դիպչելու այդ թելերին։ Իսկ երբ գիտնականը խցանեց չղջիկների ականջները, նրանք չկարողացան թռչել։ Նրանք զարնվում էին շրջապատի իրերին ու ընկնում ցած։ Ստացվում է, որ չղջիկները տեսնում են ականջներով։ Իհարկե ոչ, բայց հենց ականջներն են, որ չղջիկին դարձնում են այն, ինչ նրանք իրականում կան։ Մենք պարզեցինք, որ չղջիկների նկատմամբ մարդու վախերը բոլորովին անհիմն են։ Նրանք ոչ վամպիրներ են, ոչ էլ կոմս Դրակուլայի ծառաներ։ Նրանք ընդամենը մի մասնիկն են մեր բնության եւ ուրեմն ունեն իրենց դերը մեր մոլորակի վրա, ինչպես ցանկացած կենդանի էակ։